Բարև ձեզ եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը, 18:00 դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Նիկոլ Փաշինյանն այսօր արձագանքել է Ռուսաստանի նախագահի հայտարարություններին, կրկնելով արդեն 1 տարի շարունակ իր կողմից հնչեցվող այն թեզը, որ Հայաստանը որոշում կկայացնի, երբ պահը հասունանա, այժմ եւ առաջիկա շրջանում Երևանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու անհրաժեշտություն չունի։ Ես համաձայն չեմ նաև ապահարզան ձևակերպման հետ, որովհետև ես ազգային ժողովում եմ առիթ ունեցել ասելու, որ մենք միջպետական հարաբերությունները երբեմն շփոթում ենք ամուսնության հետ։ Ես այդ ձևակերպման հետ համաձայն չեմ, Հայաստանի Հանրապետությունը միջպետական հարաբերություններում առաջնորդվում է միջպետական տրամաբանությամբ։ Էլի եմ ասում, քանի դեռ անհրաժեշտություն չի առաջացել, մենք չենք պատրաստվում որևէ այդպիսի հարց դնել, նաև հանրաքվե կանենք այն պահին, երբ որ օբյեկտիվ անհրաժեշտություն լինի, ասաց Փաշինյանը։ Արձակուրդում գտնվող եւ քարոզարշավով զբաղված Նիկոլ Փաշինյանը շեշտում է, որ Երևանը Ռուսաստանի շահերը վնասելու նպատակ չունի։ Մենք չենք ներքաշվելու վիճաբանության լեզվակռվի մեջ եւ մենք բոլոր հարցերը քննարկելու ենք աշխատանքային պայմաններում առանց լրացուցիչ նյարդի, պնդել են նա։ Նիկոլ Փաշինյանը նաեւ տեղեկացրել է, որ չի մասնակցի մայիսի 28-ից 29-ին Աստանայում կանալիք ՀԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կրկին քարոզարշավով պայմանավորված։ Նրան նիստում կփոխարինի Մհեր Գրիգորյանը։ Հիշեցնենք, շաբաթ օրը Ռուսաստանի նախագահ հայտարարել էր, որ Եվրամիությանը միանալու Հայաստանի ծրագրերը հատուկ դիտարկում են պահանջում, առաջարկելով, որ Հայաստանում հանրաքվե անցկացվի ու հայ ժողովուրդը որոշի՝ ուզում է մնալ ՀԱՏՄ-ում, թե գնալի է։ Մասացիոտնի թեմի առաջնորդական տեղապահ Վարդապետ Զարգարյանը վկայի կարգավիճակով հրավիրվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե, այս մասին նա հայտնեց այսօր լրագրողների հետ զրույցում։ Ինձ կանչել էին հարկադիրի պահանջով, քանի որ ես իբր չեմ կատարում իրենց զգուշացումները, ասաց Վարդապետը։ Նա ընդգծեց, պետական մարմինները իդեմս հարկադիրի ամեն կերպ փորձում են խոչընդոտել իր ծառայությունը։ Փաստորեն ես, որպես Հայաստանի այցարաքելական Սուրբ եկեղեցու հոգևորական չեմ կարող պատարակ մատուցել, չեմ կարող հանդիպել երիտասարդների հետ, չեմ կարող քահանայական դասին հանդիպել, քանի որ ըստ քննչականի դա խոչընդոտ է դատական ակտին, ասաց նա։ Վարդապետը տեղեկացրեց, որ կարգալույծ արված Արման Սարոյանը շարունակում է քահանաներին նամակներ գրել։ Վերջին շրջանում եւս 2 դեպք է գրանցվել, նամակում գրված է եղել, թե նրանք հեռացված են իրենց հովվությունից։ Չգիտես ինչու բոլորը սպասում են ընտրությունների ելքին, մինչդեռ ընտրություններով չի պայմանավորվում հայ առաքելական եկեղեցու վարդապետությունը, որի մեջ մտնում է նաեւ խոհափառ եկեղեցաբանությունը։ Եթե կան հոգևորականներ, որոնք կարծում են, թե պետք է սպասել ընտրություններին, ապա իրենց համար եկեղեցու վարդապետությունը փոփոխելի է, ասաց նա։ Հոգևորական ինքնատման Բասյացոտնի եւ Արագածոտնի թեմերում տեղի ունեցող գործընթացները հարված են ոչ միայն եկեղեցու սահմանադրական հիմքերին, այլև հայ առաքելական եկեղեցու նվիրապետական համակարգին այն ներսից քայքայելու նպատակով։ Վերջին ամիսներին Մասյացոտնի թեմում տեղի ունեցող գործընթացները ցույց են տալիս, որ Հայաստանը փաստացի իրավական պետություն չէ, հավելեց նա։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը Արմավիրի եւ Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ժողովրդի մի մասը մոլորված է եւ պետք է հասկանա, որ խնդիրների պատասխանատուն ներկա իշխանություններն են։ Կարապետյանը նշել է, որ բնակչության 25-ից 30%-ը մոլորության մեջ է եւ անհրաժեշտ է ջանքեր գործադրել նրանց իրազեկելու համար, որ սեփական խնդիրների պատճառը ոչ թե իրենք են, այլ գործող իշխանավորները։ Սրանց համար մեկ սկզբունք կա՝ ոնց անեն, որ Ալիևի դուրը գան, ոնց անեն նրա հրամանները կատարեն, ոնց անեն 300,000 ադրբեջանցի բերեն, ապահովեն թե բնակարաններով, թե աշխատանքով, որովհետև իրենց շեֆը արդեն կարգադրել է, ասել է Կարապետյանը։ Կուսակցության ղեկավարն ընդգծել է, որ իշխանության հասնելու դեպքում կասեցնելու են այդ գործընթացները։ Նա հավելել է, որ ձևավորվելու է արժանապատիվ երկիր համապատասխան սկզբունքներով։ Ըստ նրա, անկախ Ալիևի, Թուրքիայի, ռուսների, եվրոպացիների կամ ամերիկացիների դիրքորոշումից առաջնային է լինելու այն, ինչը ձեռնտու է Հայաստանի շահերին։ Ես ամենածանր պայմաններն անցել եմ, եթե ես մինչև վերջը գնայի 5-րդ օրը ինձ առավելագույն պայմաններն էին առաջարկում, մի հայտարարություն արա, որ քաղաքականություն չես մտնելու, տեղեկացրել է նա։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բացառում է Նիկոլ Փաշինյանի հետ հետընտրական համագործակցությունը։ Բացառում եմ, որովհետև հրապարակում, երբ բոլորը սպասում էին քարթալության սկզբուքին, ես եմ կանգնել իր կողքին ժողովրդի հետ, հիշում եք, գնացել եմ հրապարակ, ասել եմ ժողովուրդ ջան, այսօր մեզ պետք է փոփոխություն, ում եք ձեր ձայնը տալու Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին, թե Նիկոլ Փաշինյանին, որովհետև դեմքերը այդ երեքն էին, բոլորը գոռացել են Նիկոլ Փաշինյան։ Ասել եմ, մինչև վերջ կանգնում ենք, Նիկոլ Փաշինյանին ընտրում ենք վարչապետ, ասում էր ժողովուրդը դու գանելու, մատերիալ չի։ Ղարաբաղը, Հայաստանը ու վերջ եւ այլն, մենք եղանք իրենց հետ
գործընկեր իր ասածները չկատարեցինք, որովհետև անընդունելի էր, անմիջապես դրեց հրապարակում մեր նախարարներին հանեց, այսօր մենք պատասխանատու չենք եղածի համար, չէ, ասաց Ծառուկյանը։ Թե Փաշինյանի որ հայտարարություններն են եղել անընդունելի, Գագիկ Ծառուկյանը չմանրամասնեց։ ԲՀԿ նախընտրական կարգախոսն է երաշխավորված խաղաղություն, Բարգավաճ Հայաստան։ Գագիկ Ծառուկյանը սակայն դեռևս չի հայտնել, թե ով է կուսակցության վարչապետի թեկնածուն։ Բեդիում սեռական բռնության ենթարկված 15 եւ 17 տարեկան աղջիկների գործով երրորդ հանձն է կալանավորվել, լուրը հայտնում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից։ ԲԵ-ն կալանավորվել է 2 ամսով, տեղեկացնում է նախաքննական մարմինը, նշենք, որ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով անառակաբարո արար կատարելը, հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված։ Հիշեցնենք, փետրվարի սկզբին Մեդի քաղաքում անչափահասների նկատմամբ բռնության դեպք է տեղի ունեցել։ Անառակաբարո գործողությունների մեջ կասկածվողները Արթուր Երեմյանն ու Դավիթ Հայնազյանը Մեդի բնակիչներն են, որոնցից մեկը 58 տարեկան է, մյուսը 65։ Նրանք կալանավորված են, ձերբակալվել էր նաև աղջիկների հորեղբայրը, որը անցնում է 2 դրվագով։ Դրանցից մեկը վերաբերում է Վեդու բաժնում ոստիկաններից մեկին հարվածելուն, իսկ մյուս դրվագը եղբոր աղջիկներին սեռական բռնության ենթարկած անձանցից մեկին մարմնական վնասվածք հասցնելն է։ Ըստ տեղեկությունների դանակահարել է մայիսին նա ազատ արձակվեց։ Թուրք ծրագրողները Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթար ժողովին եւ Երևանյան երկխոսությանը մասնակցելուց հետո այցելել են Գյումրի։ Այս մասին հայտնում է Էրմենի Հաբերը։ Նրանք եղել են Գյումրի Կարս երկաթուղու տարածքում, ուսումնասիրել երկաթուղու վերագործարկման հեռանկարներն ու տեղում խոսել անցակետի բացման կարևորության մասին։ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթար ժողովը, որին մասնակցեցին եվրոպական գրեթե բոլոր պետությունների առաջին դեմքերը, նախագահները կամ վարչապետները, Երևանում անցկացվել է մայիսի 4-ին։ Այսօր մայիսի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում ժամը 14-15-ի սահմաններում Իջևան-Սևան Երևան ավտոճանապարհի 110 կիլոմետրի հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Գևորգան իր վարած ռուսական համարանիշներով Լադա Մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթվեկելի գոտուց եւ գլխի վայր հայտնվել ծառերի մեջ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավան բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Չարենցավանի քննչական բառնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։